Վրաստանի կառավարության 2026 թվականի հունվարի 27-ին ուժի մեջ մտած որոշման համաձայն խոշոր եւ մանր կենդանու կատաղությունների մահանալու դեպքում պետությունը մասամբ կփոխհատուցի տերերին կրած վնասը, ըստ որոշման չափանիշերն են խոշոր եղջերավոր անասուններ, փոխհատուցումը կազմում է կենդանու քաշի 60%-ը բազմապատկած մսի շուկայական գնով, տեղական ցեղատեսակներ եւ մանր եղջերավոր անասուններ փոխհատուցվելու եւ քաշի շուկայական արժեքը 40%-ը, գումարը ստանալու համար պետք է բավարարվեն մի քանի պայմաններ, կատաղության ախտորոշումը պետք է հաստատի լաբորատորիան, կենդանու գոմը եւ տերը պետք է գրանցված լինեն միասնական տվյալների բազայում, կենդանին պետք է նույնականացված լինի, այսինքն չիպավորված դեպքից առնվազն 15 օր առաջ, փոխհատուցում չի տրամադրվի, եթե տերը հրաժարվի կենդանուն պատվաստելուց եւ կենդանին հիվանդանա կատաղությամբ այդ դեպքից հետո 1 տարվա ընթացքում։ Հարկ է նշել, որ 2024 թվականից ի վեր Վրաստանում գործում է նմանատիպ մեխանիզմ սիբիրախտի մահացած կենդանիների համար, սննդի ազգային գործակալությունը ՄԱԿ-ի սննդի գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ առաջին նման փոխհատուցումը տրամադրվել է անցյալ տարվա օգոստոս ամսուց։ Որոշման մեջ նշված է, որ այս որոշման նպատակն է խթանել ֆերմերներին ժամանակին տեղեկատվություն տրամադրել սննդի ազգային գործակալությանը հիվանդության կասկածելի դեպքերի վերաբերյալ, ինչը կնպաստի համաճարակաբանական իրավիճակի վերահսկմանը եւ կատաղության կանխարգելմանը։